Ժողովուրդ ջան, Անահիտը ձեր դուրս եկավ։ Ունեմ շատ կարևոր հանդիպում իմ աշխատանքի հետ կապված եւ նաեւ պետք է առիթից օգտվում եմ, որ այդ քաղաքում է եւ ես պետք է գնամ նաեւ իմ մանիկյուր անեմ, իմ նվերը, իմ սիրելի ընկերուհին Աննան ինձ նվեր էր տվել իմ ծննդյան տարեդարձի համար, շատ շնորհակալ եմ դրա համար, բայց արդեն համարյա մի տարի է լրանում, ես դեռ չեմ գնացել։ Ճիշտ ասած, ես 2 անգամ Երևանում արել եմ մանիկյուր եւ իմ մամատերի վրա չի պահում, բայց ոչինչ, կգնամ կանեմ, կտեսնեմ։ Եվ ասեմ ձեզ, որ մեր սիրելի, ասել է արդեն, մեր սիրելի Սյուզի մայրիկը մեր թիմի անդամն է, իմ հետևորդին է։ Հիմա անցնենք մազերից, երեխեք ջան։ Ուրեմն, երեք, ինչպես տեսակ, այդ ճաշ էի պատրաստում բանը այդ կաթնովը ձեզ ցույց տվեցի, թե ինչքան հեշտ է այդ ապարատով, ամեն անգամ մի բան ես ցանկանում եմ կիսվել ձեր հետ, որպեսզի ձեր համար ավելի հեշտ լինի, եւ զգացի, որ իմ մազերը մի քիչ երկարել է, գիտեք ինչ, ես գանգրահայր եմ եւ նաեւ ուղացնում եմ երբեմն, մտածեցի, ասեցի, դե լավ, սպասի զանգեմ վարսավիրներին, տեսնեմ ով է ազատ, ոչ մեկը, ամիսներ, շաբաթներ եւ այլն։ Եվ քանի որ ես գանգրահայր եմ, ինձ թվում է դեֆեկտները չի երևում, գանգուր է, մի քիչ ուղիղ, մի քիչ պակաս եւ ես այն արեցի մենակովս։ Ամեն ինչ անում եմ, մազ եմ կտրում, մազ եմ ներկում, ճաշ եմ պատրաստում։ Ինչ եմ ուզում ձեզ ասել, մազերս կտրեցի եւ զգացի, որ հետո քույրս էր զանգել, խոսում էի, զգացի, որ հետևի մասը մի քիչ երկար, նորից կտրեցի, բարձրացրեցի վերև։ 3 տղաս ու Կարլաս էին զանգել բանով, այդ վիզուել, Դավիթը առաջ այգե Կարլան ասում, վայ Անահիտ, ես ինչ սիրուն է, գնաց ես Վարշավայից, ասում չէ, ես եմ կտրել, ծիծաղում է, Դավիթ ասում է, ինքն է կտրել, զանգել էր ինձ, ասեցի, Դավիթ ջան, ուժեղ գործի վրա եմ, ասես, մամ կարող է այլանդակես մազերդ, ասի Դավիթ, ձելը մաստերը բայիցը, ծիծաղում է, զանգեցի, ասում, մամ, խնդրում եմ, էլի մյուս անգամ մազերդ ուղիղ չանես, ես գանգուր թող, մանավանդ, որ կարճոտ է, գանգրությունն ավելի է երևում։ Գիտեք ինչ, գալիս է մի տարիք, որ եթե մենք շատ երկար ենք թողնում, դա մեզ մեծացնում է, պիտի ինչ-որ տեղ տարիքը գործն անում է, այլ երեխեք ջան։ Ժողովուրդ ջան, կտրվեց, որտև էլեմենտը բատղից նստեց, ուրեմն մի քանի հարցերին պատասխանեմ, մի քանիս այդ հարց եք տվել ինձ Անահիտ ջան, որ շատ-շատերը տեսնում են շատերին վիրավորական խոսքեր են ասել ոմանք, երիտասարդ աղջիկներ են, ինձ հարցնողները, կպնում են անդադ արտաքինին, մենք լիկոտ ենք, իսկ ինչի վերաբերվում է պատասխանին ուղղակի գրեք, մի հատ խնդրում եմ էլի, այդ լիստը կուղարկեք, տեսնենք որտեղ է գրած այդ պրոտոտիպը, որտի նիհար լինենք, չաղ լինենք, որտեղ է գրած։ Արդյոք կա մի հատ այտենց լիստ, որ լիստի վրա գրած է, որ պիտի կինը լինի սենց։ Տարօրինակ է, չէ՞, տղամարդը չեն քննադատում։ Տղամարդու փորը ուռում է, այս կողմենքով տղամարդը, բայց կինը մի քիչ լիկոտ եղավ, գնաց։ Չի կարելի, երեխեք, Աստված ստեղծել է մեզ ոնց ստեղծել է։ Մի քիչ ավել, մի քիչ պակաս, մի քիչ բոյով, մի քիչ կոլոտ։ Դրա համար գիտեք ինչ, ես մենակ մի բան կարող եմ ասեմ, չարը մնում է չար, դա կապ չունի որտեղ ես, ինչ ես, որ ազգի մեջ ես։ Օրինակ ես չեմ տեսել Ֆրանսիայում, ուղղակի ուզում եմ հիշեմ, 24 տարի արդեն աշխատում եմ, այդքան տարվա մեջ հիշեմ մեկի, որ ձեռը առել մեկի, որ ինքը մի քիչ գեր է։ Կամ ինչ է նշանակում գեշ։ Մատ կարող եք ասել տգեղ։ Ինչ ասեմ, երեխեք, ինչ ասեմ։ Այսինքն նրանք, ովքեր որ սարքած են, արհեստական են, դրանք գեղեցիկ են, իսկ նրանք, ովքեր բնական են, ոնց կանք տես կանք, տգեղ ենք, որտեղ է գրած, մի հատ խնդրում եմ ինձ ցույց տվեք, էլի։ Մի քիչ շուտ դուրս եկա, որովհետև մեքենա կանգնելու պրոբլեմատիկ տեղ է, այսօր երեքշաբթի է, մարդիկ աշխատում են, եւ ես մտածում եմ որտեղ կանգնացնեմ մեքենան, որովհետև ես հանդիպում ունեմ նախքան իմ մանիկյուրը գնալը, անելը, եւ ունեմ մի քանի գնումներ։ Իմ գլուխս ցավում է, որովհետև այստեղ բավականին բարձր է համեմատած մեր տանը։ Մի հատ
շրտներք եմ մանգալից չեմ գտնում, դադարացրել են այդ շրտներքի գույնը։ Մի հատ մտնեմ այսօր Մարիոնո տեսնեմ կլինի, ալարում եմ, երեխեք իրենց եմ ալարում, այդ քաղաքի կենտրոնի խանութները, քաղաքի մանգալը։ Ժողովուրդ ջան, եկամ մեքենայի տեղ գտա, նենց ուրախ եմ, դարձել, պատկերացնում եք երեխեք, եկա այդ խանութի մոտ, որ մանգայի չէի գտնի, հեսա, սա մեր այդ փոքրիկ քաղաքի, նայեք, ժողովուրդը արևա, դուրս են եկել արդեն, հեսա, այս Դարջիլինգը հենց այս խանութն է երեխեք, մտանք։ Սիրելիներս, ուրեմն եկա մեր Սյուզիի, Սյուզաննա Մարգարյան, ուրեմն ես ձեզ ասել էի, չէ, որ մեր աղջիկը պատահաբար Instagram-ով տեսա, որ ինքը դարել է չեմպիոն։ Սյուզաննա ջան, մի հատ կուբը կտե ցույց տու, չեմպիոն դի մոնդը։ Ուրեմն ժողովուրդ ջան, ես 2 անգամ եմ արել, ձեզ չեմ թաքցնում, 2 անգամ եմ եղում գարել, մեկ արել եմ Երևանում բավականին տենց բան, 3-րդ օրը գնաց։ Ուրեմն ես ուշադիր նայում էի Սուսաննայի տեխնիկան եւ տարբերվում է, այո, եւ իզուր չի Սուսաննա ջան, շնորհավորում եմ, որ դարձել չեմպիոն։ Սուսաննայի մայրիկը դες ասել եմ Ռուզաննան մեր թիմի անդամն է, մեր հետևորդներից է։ Ես հայտնաբերեցի իմ Աննայի միջոցով, որտեղ Աննան ինձ տվել էր տվել։ Հիմա երեխեք, ես ձեզ մի բան ասեմ, ես մի բան հասկացա։ Յուրաքանչյուր մասնագիտություն պիտի սիրես։ Ես հասկացա, որ Սուսաննան այս ամեն ինչը սիրով անում։ Սուսաննա ջան, մի հատ ցույց տու եղուններս։ Երեխեք, ուղղակի ինչ ասեմ, շատ նյուդ գույնը ընտրեցի եւ իհարկե Սուսաննայի բանով, այդ խորհրդով, եւ կարող եմ ձեզ ասել, որ արտակարգ աշխատանք է, խորհուրդ եմ տալիս նրանք, ովքեր ապրում են մեր քաղաքում, գիտեմ, որ շատերը ինձ նայում եք, չանտեսեք, սիրելիներս, ես ձեզ մի բան պետք է ասեմ, ես ընդհանրապես որ տեսնում եմ մի արհեստավոր, մի մեքենա վաճառող կամ ինչ որ մեկը իմ ազգից է, ես սիրում եմ աշխատացնել իրենց։ Ինչու եք ձեր փողը տալիս ուրիշ ազգի, եթե կարող եք դուք ձեր հայ աղջիկներին, հայ տղաներին աշխատացնել, չէ որ իրենք մերն են։ Հայ լինելը նա չի, որ ելնում եք տանիքի վրա գոռում եք ես հայ եմ, հայ լինելը առանց խոսքի օգնել մեկը մեկին։ Չեմ ուզում նշեմ, ես ձեզ ասել եմ, մի հատ ազգ կա, որ իրանք բարգավաճում են ու բարգավաճում, որովհետև այդ ազգը, այսինքն սպայկա ազգը, սիրեք մեկդ մեկիդ եւ սիրեք ձեր ազգի ժողովրդին եւ աշխատացեք ձեր ժողովրդին։ Դուք 40-50 եվրոյով չեք քասիբանա, բայց ձեր հոգիներում կուրախանաք, որ ձեր հայ արհեստավորին կամ հայ մասնագետին կամ նկարիչին կամ խոհարարին փող եք տվել։ Դե ինչ սիրելիներս, ապրի իմ Սյուզին, ես ուրախ եմ, որ գտա մի մասնագետ, որ էլ արդեն թեկուզ թռնի, թեկուզ ես մի քիչ ներվային մարդ եմ, ուզենամ կցանկանամ լիբո ժամանակ կարամ զանգեմ, ասեմ Սյուզի ջան, ներվային անում եմ, կարամ կամ հանեմ, մեր Սյուզին կարող է ասել, պրոբլեմ չկա Անայի ջան, արի։ Այնպես որ սիրելիներս, ուրախ եմ շատ, հիմա գնանք բոլորին պիտի ցույց տամ։ Դե լավ, մերսի Սյուզի ջան, եւս մեկ անգամ նայեք, շատ արտակարգ գույները շատ գեղեցիկ է։ Մերսի շատ։ Ապրես աղջիկս։ Բարի լույս սիրելիներս, ինչպես եք։ Ուրեմն ձեր Անահիտը եկավ, որ մի քիչ իրան կարգի հրավիրի եւ մի քանի գործեր ունեմ եւ նաեւ ուզում եմ մի հատ տունը արագ դասավորեմ, բայց առաջնահերթ պետք է գնամ իմ գործերով դուրս եւ որոշեցի իմ տոնային կրեմ մի քիչ անեմ, ես միայն կսում եմ տոնային կրեմ եւ իմ տոնային կրեմը ես ձեզ արդեն ասել էի, դա էս սա էր երեխեք ջան, B30-ը, Yves Saint Laurent-ի B30-ը։ Եվ չգիտենք ինչու B30-ը ինքը էլ չեն արտադրում։ Եվ ես այս վերջերս խանութից գտա եւ շատ ուրախացա, վերջինն էր իհարկե մնացել։ Ու հիմա ես ինչ եմ անում, կարող եք ասել ինչ եմ անում։ Հիմա ձեր Անահիտը ձեզ ցույց կտա երեկվա իր հայտնաբերած B30-ի փոխարինողը։ Մի հատ իմ դուխին ցանեմ, իմ սիրած ֆավորիտ։ Ահա, եւ հետո արդեն անցնենք գործի։ Ժողովուրդ արարեցի գնամ իմ այդ հարմարությունները բերեմ նկարելու։ Գիտեք երեխեք, այնքան հեշտ է խոսալը, բայց որ պատկերացնում եք, ես համ իմ ռեժիսորն եմ, համ իմ պրոդուկտորը, համ իմ նկարիչը, ես չի եղել։ Եվ այդ ամենը ես անում եմ մենակ, ձեր համար ոնց է։
Դրա համար այնքան դժվար է, որ ամեն վարքյան բեր, տար, արա եւ այլն եւ այլն։ Հիմա ինչը անում ձեր Անահիտը։ Այս մատանու լավը գիտեք որն է, որ կարող եք փոքրացնել, մեծացնել եւ այլն եւ այլն եւ այլն։ Արդյոք մատանին շատ չունեմ ձեր համար ոնց է։ Հիմա ես ես ցույց կտամ, որ ես ինչ եմ գնել։ Իհարկե, մեծ հարգեցնել ցույց չեմ տա, որովհետեւ դա իմ պրոֆիլը չի, ամբողջ հանրության դիմացը ցույց եք տալիս, շատերը կան ցույց են տալիս, բայց դուրս չի գալիս այդ ձևը։ Ուրեմն ես 3 Մարիոնոից գնեցի 2 այդ կրեմների փոխարինողները եւ գնեցի շրթներ։ Ուրեմն այս Yves Saint Laurent-ի վրա 3 բաներ այդ ինչա զեղչեր կային 40%։ Եվ ես չէի գնացել դրա համար, ես գնացել ինձ իմը գնել Yves Saint Laurent։ Իմ շրթներքը սա էր, սա շատ լավն է, սա ինքը երկար մնում է, սա այլ են հանել, եթե հանում են ինչ-որ մի պրոբլեմ կա, ինձ թվում է։ Եվ ես գնեցի, ճիշտ է, եւ ես գնեցի այս սա։ Հիմա ես ուզում եմ այն օգտագործեմ շրթներքս եւ միասին, իհարկե։ Մատիտը եւ ասեմ ձեզ սիրելիներս գնեցի իր փոխարինողը, որը հարցել է ChatGPT-ին։ Ուրեմն նրանք ովքեր օգտագործում են B30-ը, beige 30-ը Yves Saint Laurent-ի, կարող եք օգտագործել սա։ Համարը LW9 սա, վալա։ Հիմա ես մի հատ շրթներքը փորձեմ եւ ձեզ կասեմ լավն է թե վատն է։ Գնացինք։ Ուրեմն իմ քրոջս աղջիկներ իրանք դե երիտասարդ են, իրենք ավելի ճիշտ են մակիաժանը։ Ինձ ասեց, որ սկզբից շրթներքը կսի նոր կողքերի, բայց քանի որ իմ շրթուկները բավականին բարակ է, ես ավելի գերադասում եմ մի քիչ այն ավելի արտահայտեմ։ Լավն է շատ։ Այս գույնը ինձ դուր է գալի, որովհետև ինքը ես սրանից էլ եմ ունեցել եւ երկար ժամանակ ինքը ոնց որ գիտեք, ինքը փայլուն է, ես մատվի չեմ սիրում։ Եվ նաեւ փայլուն է եւ ավելի փափուկ է շրթունքների վրա։ Այ այսպես։ Հիմա ես այն արդեն դրեցի, սա ես կպահեմ, որովհետև սա իմ զապասն է, այստեղ։ Եվ անցնեմ գործի սիրելիներս, հիմա մի հատ ուզում եմ դուրս գամ, որովհետև ես մի քիչ մաքրեմ տները, նախ, այս ինչ հա տվե, շանտիը, մաքրեմ տները և հետո արդեն մի հատ դուրսն էլ մաքրեմ, այս ինչ դուխյա, կիսադա, մի հատ գիտեք ինչ, կանի որ ես իմ ձերքի վրա չեմ կսել են իմ դուխի, մի հատ փորձեմ։ Հրաշք երեխեք, կիսադա։ Անգլերեն է գրած։ Eau de parfum naturel spray։ Վատը չի։ Գնացինք սիրելիներս, ֆակտուր ենք պետք չի, այս հղթերը տանենք թափենք և անցնենք գործի։ Գնացինք։ Ահա սիրելիներս, առավոտյան իմ խոհանոցը։ Խոհանոց, որ կօգտագործվել է և Կիկինը ժամանակ չի ունեցել հավաքի։ Դա ամբողջությամբ նորմալ երևույթ է։ Նրանք ովքեր կասեն ոչ, թող գան իմ մոտ։ Նրանք ովքեր այո, մենք արթնանում ենք առավոտյան, մտածում ենք, ոնց անենք ես հիմա, ասեմ ձեզ սիրելիներս։ Շաբաթը մեկ անգամ սառնարանը ես պետք է դասավորեմ ու ամենակարևորը նա է, որ սառնարանը միայն ես եմ օգտագործում։ Դուք պատկերացնում եք, եթե սառնարանը օգտագործեն մի 10 հատ երեխա։ Հիմա ես սա հանեմ։ Սա հանեմ, եւ գիտեք ինչ եմ մտածում, սա ես կդնեմ, այ այստեղ։ Գիտեք ինչ հանեցի, որովհետև արդեն պետք չի։ Եվ ես հիմա պիտի ներնեմ Ռոբերտովիչի դնեմ պատուհանները լավան, հա։ Մի հատ խոհանոցը ուզում եմ դարակներով մաքրեմ, չգիտեմ այսօր անեմ, թե հասցնեմ, թե չեմ,
Այսօր գնում եմ Աննայից տուն, մեր ընկերուհուց, տեսել եք, այսօր գնում եմ Հայաստան երեխեք և բերեմ մի հատ էս խոհանոցը ուղղակի ես նայեցի և ես զգացի, որ իմ դարակների մեջ փոշային փոշու բաներ կան, դա իմ ներվերի վրա ազդում է և բերեմ մի հատ իմ այս ձերքի պիլասոս երեխեք, սա ես գնել եմ Ամազոնից, շատ հարմար բան է ունենաք ձեր ձերքի տակ Նախ շարժի է լինում Samsung-ի և iPhone-ի բանով, շարժողով և աղուցով և սրանով ես կբերեմ միատ լրիվ կմաքրեմ, կարիք չկա ասենք մաքրելու, երբեմն փոքրիկը տենց հացի հատիկ, բան տենց ընկնում է, ոնց էլ ուզում ես անել Սա իմ պլանչետը ես առավոտյան նախաճաշին արտանում եմ դրանով Ակնոցները, հացը, սուրճը, առավոտյան արտանում ես, կիսա քնաճաճախ, ոչինչ չես կարողանում անել, էլի պատրաստեմ լոլիկ Հիմա սպասեմ տերմոմիքսը մեքենայի մեջ հանեմ, երևի նախքան իմ այս տները մաքրելը ես մի հատ ամբողջությամբ անմիջապես անցնեմ պամիդորի լեչոյի սարքելուն արագ ձևով Վայ ժողովուրդ ջան, ահա նայեք ինչ հրաշք եղանակ է Հրաշք եղանակ այն խոսքը չի և ես ավելով դուրս եկա, պայքար ավելի հետ Ահա ես պիմա ձանգեմ մի հատ աղջկա Սա ես թողնում եմ դուրսը, ինչ կանեմ, հիմա ես այն Սա ամբողջ, սա ապակի է Ես հեսա այսօր կգնեմ մի հատ բաշ, բայց չեմ ուզում հրաշք Նենց կուզեմ ես թթվածինը ուղարկեմ ձեզ Լրություն Ճիշտ ասած թողեցի միացած գնացի, ասաց դերա թող աղջիկները նայեն էլի Բան անեն, յոգա է ասած ձեր առավոտյան թերապիա Երեք մեր սիրուն աղջիկը Ձյուզին Ինձ ասում է, Անահիտ ասում է, ինչ լավն է ձեր այգին, ձեր պարտեզը Ասում լուրջ ես, ասում, իմ համար ենքան սովորական է Ճիշտ ասած ես սիրում եմ, ընդհանրապես միշտ սիրել եմ են Որ կան է այգիները սենց ամբողջությամբ սենց ինչ ասեմ բանարած այդ դիզայն, բայց գիտեք ես էլ իրա գեղեցկությունը հիմա նոր եմ էլի զգում Օրինակ իմ քրոջս հողամաս ինքը փոքրոտ է, փոքր չի 1040 մետր այնքան սիրուն է սարքել Այստեղ չես կարա սարքես, որովհետև ինքը բավականին մեծ է Դե բնականաբար ես ամեն ինչը գումարի հետ կապված է եւ ես միշտ սիրել եմ այ սենց դաշտավայրային նման էլի որ գնում էինք ծաղկադուր, ասես խաղում էինք Դիլիջանն եմ ցույց տալիս էլի, նրանք ովքեր Հայաստանին կարոտել են, նրանք ովքեր եկել են իրենց Իջևան, Դիլիջան Դեք ինչ երեխեք, ես մտածում եմ դաժե մտածում եմ անգամ Սեղանը տեղափոխեմ այ այստեղ Մեքենան կանգնեց և ես իմ տերմոմիքսի հետ համանը պետք է հանեմ դուրս և ամենակարևորը սկսեմ արդեն մի պարտիա պամիդոր եփել Տիկ մեր հրաշարի եղանակով և մեր այս աշտանային տեսարանով այդ ափայտերը արևը հնգավ չեք տեսնում Վալա
ժողովրդին։ Հա։ Բարևս բոլորին։ Ոնց ես այսօր։ Ոնց ես մեռնեմ արևից։ Ոչինչ, անայ, չես ոք քսել եմ։ Երեխեք ջան, այդ խացախորը 4 տարի եմ համեմատաբար ոտոշկետի։ Երեք կուրս անելու ժամանակ բանկին ընկավ ոտքիդ այդ ժեշտից բանկին։ Ահա, ասում եք, էլի դերքը որ պիտի կատարվի։ Այդ իրերը բանա, ամեն ինչներ նախատեսված։ Այո, եղանակներ ընտի, մանջա, ես հենց որ կանգնի ես կբերեմ, ես տեղ այսինքն չեմ բերի, հազդեղ կփրենք, հա, ես կփրեմ, տեսնում եք, դաժե ինքը չի ուզում, որ ես փրեմ, երեխեք, չի ուզում, որ ես փրեմ, ձեր համար ոնց է, գիտեք ինչու, որովհետև երբ որ ուժեղ մարդը, ոնց որ իմ մաման ինքը շատ ուժեղ կինը, ինքը արդեն, ոնց ասեմ, այս տարիքում, որ ասում ես ես կանեմ, իրան թվում է, թե ինքը հանձնվում է, դրա համար սիրելիներս թողեք մեծեն անեն, այն ինչ իրենք ուզում են, եթե հնարավորություն ունեն, թողեք շարժվեն, թողեք եփեն, թողեք թափեն, թողեք իրանց լվացքը փրեն, վախեք մեկ մի օր չգա, որ էլ չկարողանան անեն, մի բռնացեք, չի կարելի բռնանալ մեծահասակներին, ապրենք ապրելու համար, ոչ թե ապրենք գոյատևելու համար, իմ սիրելի հայ ժողովուրդ, իմ տարիքով կանայք ովքեր որ ինձ դիտում են, հարգեք ձեզ եւ սիրեք ձեզ։ Երեխաները մեր աչքի լույսն են, մեր հոգու, ինչ ասեմ, աստղն է, մեր սնունդն է, բայց երեխան իր կյանք ունի, դուք էլ ձեր կյանք ունեք։ Սենց բաներ սիրելիներ, այստեղ փոշիներն եմ վերցրեցի, հիմա գնացինք, սա պետք է զոր ուղարկեմ, ես իմ սումկայի մեջ, որպեսի չմոռանամ։ Ահա, նայեք երեխեք ջան, քանի որ իմ տունը բավականին մեծ է, ես գնում եմ այն կողմի վրա, հետո հիշում եմ, որ այս կողմն էլ պիտի մաքրվի։ Ես հիմա դրել եմ 2 հարկի վրա մեր սալմոն ձուկը, թարխունով եմ արել։ Այս չորացած թարխունը երեխեք ամենալավը Lidl-ում է։ Եվ այս կողմից պատրաստվում է իմ լեչոն, եւ ես շարունակում եմ իմ գործը։ Ինչ է պետք կնոջը։ Նստեցի, արդեն հանգստանամ իմ մեքենայի մեջ, չնայած ուշանում եմ բավականին, տեսնեմ բենզին ունեմ, ուշանում եմ բավականին եւ հետո արդեն կգնամ մեր Աննայից տուն, մեր մոտ նոր գարուն է սկսել, ասեմ ձեզ, որ ասեք նայում եմ հիմա 18 աստիճան է գնում, բայց այդ արևին ունեն շոկ է, մանավանդ այդ քաղաքը որ գնում եմ, մեր մոտից 5 աստիճան է, 25 կիլոմետր, բայց 5 աստիճան, ձեր համար ոնց է։ Մազերս չհասրեցի ոչ իմ ձևով սարքեմ, սենց հավաքել եմ ուղղակի Պխիպովսկի։ Այդպիսի բաներ, ժողովուրդ ջան, համենայն դեպս ես ուրախ եմ, որ ես վերադարձել եմ, ես ուրախ եմ, որ էներգիա հավաքեցի եւ ես ձեզ էներգիայով եմ դուրս գալիս էկրանից այն կողմ, որովհետեւ դուք դա ամեն ինչը նկատում եք եւ խոստանում եմ, որ երբ որ կզգամ ես ինչ որ միտեղ տխրություն, հոգնածություն, դուրս չեմ գա, որովհետեւ երբ որ մի մարդ անգամ որ մի հատ կինո ենք նայում, գեղարվեստական կինո նկար կամ ինչ որ մի ռեպորտաժ կամ ցանկանում ես որ այդ հաղորդավարը թեկուզ լինի ավելի սթափ, ավելի ուժեղ, որ անկախ քեզանից դու էլ էներգիա ստանաս։ Դրա համար ժողովուրդը բռնվեք, չընկնեք։ Ադայիտան վերադարձավ։ Մի հատ խնդրում եմ նայեք այս հրաշալի բնությունը։ Արդյոք սրա համար չարժի ապրել այստեղ, իհարկե արժի։ Ես կամաց մեքենան վարեմ եւ դուք տեսեք։ Հրաշք, սիրելիներս։ Մի հատ մեքենա է գալիս, հիմա այդ մարդը կաս ինչ է այս աղջիկը, այս կինը այդքան դանդաղ քշում։ Նայեք, հələ փուչուր հորտիկը կատիկ է խմում, մի հատ նայեք էլի, հələ նայեք, ժողովուրդ ջան։ Նայեք հələ, այստեղ նայեք։ Մանոզի ջան, ինչ լավն է։ Զեզետը։ Ահա, այդպիսի բաներ ժողովուրդ, սիրելիներս։ Գիտեմ, որ շատերդ սիրում եք մեր բնությունը։ Ես դրա համար եմ մեկ-մեկ շուր եմ տալիս, որ գեղեցիկ կադրները ցույց տամ, օխ, երեխեք մեջքս բռնվեց։ Ժողովուրդ, եկա խաղալիքի խանութ։ Ձեր Աննայիթը վարի է, երեխեք չեմ կարող քայլեմ, մեջքս բռնվել է։ Գնամ Աննայից տուն մի հատ դեղ խմեմ։ Ուֆ, իմ Աննայի գոտիս կվերցնեի, հետս հա կապեի մեջքիս մի հատ։ Իսկ թվում է Աննան կունենա։ Այ։
Աննան կունենա, որտեվ իր ամուսինը արհեստավոր մարդ է, էլի։ Երևի մեջքը բռնված կլինի։ Եկանք էս խանութ, երեխեք։ King Jouet։ Это я, Վաշանայդը տեսեք, ինչ ծրված եմ քայլում։ Ուրեմն հիմա գտնվում եմ այս խաղալիքի խանութում եւ ես ման եմ գալիս ինձ մի բան, որ երեխան տարի ու կես ա, որ այսինքն իր մոտ լինի շատ բան այդ, ինչ ասեմ, ուսուցողական ինչ որ մի բան։ Հիմա տարիքն եմ կարդում 18 մայ պլյուս։ Ինձ թվում է երեխան էսի լավն է։ Աբրիկ բանն է, այդ Նոեի կենթանիներ են։ Այսի վատը չի։ Չնայած երեխեքը սիրում են նաև մեքենաներ, բուջուր երեխեքը, բայց արդյոք ինքը մեքենա կսիրի, չգիտեմ։ Լեգոներ, դեր մայրիկը չի սիրի լեգոներ, որովհետև թափում են երեխեքը, ամենաճիշտը գնել մի ինչ-որ մի բան, մեքենա, որ երեխեն խաղա, այստեղ ինչ կա։ Սրանցից Դավիթ այնքան շատ էր սիրում, այնքան շատ էր խաղում։ Մեռնեմ դրա կյանքին, ինչ շուտ անցավ տարիները, լսեք։ Սրանք ավելի շատ էդուկատիվ խաղեր են, այսինքն ուսուցողական, որ երեխան ինչ-որ կովխը դե լա ֆերմը, հա, էսա ֆերմն է, որ երեխեքին ցույց է տալի, որ կենթանին ինչ է, մուզիկայով, հա։ Ոխ, մեջքս երեխեք չեմ կարում կռանամ։ Ես մեկը ինչ-որ դուրս եկա, վատը չի, մի վարկյան։ Ժողովուրդ 3-ից ինչքան է, քանի տարեկան է, 3-ից 6 տարեկան, եկել եմ արդեն 3-ից 6 տարեկան, նո, գնացինք նորից փոքրների բաժին, այ, ես ամենաուժեղ ես բասկետբոլն է, տեսակ երեխեք ջան գցեցինք, ձախ ձեռքով են էլ, այս խաղը շատ լավ խաղ է, տեսակ, Անահիտ ջան ոնց է գցում։ Ես ինչ լավ խաղ է երեխեքի համար, ժողովուրդ խորհուրդ կտամ ձեր երեխեքի համար խաղ առնեք։ Տեսնում եք, միացրան երևի իմ համար գնեմ։ Լավն է, սա լավ խաղ, լավ նվեր է նոր տարվա։ Ինչ արժի 59 եվրո, շատ լավն է։ Բոլի են գնում, սա ուղղակի ընտիրա, այս սրան որ կպնում է այն բանին նշանին։ Ինքը հաշիվը գրվում է այնտեղ, ու երեխեքը մրցում են անում տան մեջ, դաժե կվարտիրայում կարող եք գնել։ Հիմա ասեք Անայի, դու ինչի համար ես եկել, կենտրոնացի քո խաղալիքիդ։ Ինձ թվում այն բանը կվերցնեմ երևի ես ֆերման։ Մի հատ ֆերմա տեսա տենց երեխեքի համար, էսի չէ, սա երկրորդ տարիքն է, սա շատ բեբեներ են։ Հիմա գնացինք նորից։ Ինչ կարելի է գնել, հետաքրքիր բան, որ երեխան խաղա, ասեք քո ասա դոկ Ալոնսը, նո, էսի շատ բեբի է։ 18+, այդ որտեղ է, 18 տարեկան, 18+։ Ճոգիկ երեխեք, 18+, 18 ամսական է պլյուս, ոչ թե 18 տարեկան պլյուս։ Կարծ չծիծաղակ, Անահիտ չկա ի վրա։ Ինձ թվում է մեքենան ամենաճիշտն է, գնամ մեքենաների կողմը, տղա երեխա է, էլի, իր պապին էլ մեքենաների գործ է անում։ Տենց, սա դե լավ, սպասեք մի հատ կենտրոնանամ երեխեք ջան։ Երկար ու բարակ մտածելուց հետո որոշեցի եւ գնեցի մի բան, որ մայրիկը շատ ուրախ կլինի, քանի որ մենք էլ ենք երեխա ունեցել եւ մենք էլ ենք տեսել թե ինչ բանը թափթփվել է, լեգոները թափվում է, այս ինչը թափում է, բայց ասեմ իմ տղան Դավիթը շատ էր սիրում խաղալ լեգոներով, իրար հետ էին խաղում, նստում էին գետնի խալի վրա եւ մի հատ խաղ կար կապլա, ուրեմն փայտի կտորներ էին եւ այդ փայտի կտորները այն ձևով էին սարքած, որ հավաքում էիր, կարող էր տուն պատրաստել եւ այլն, այս փայտից երկար կտորներ էին եւ դա ինքը շատ էր սիրում պապայի հետ խաղալ, նստում էին գետնի վրա, խալու վրա, այդ վառարանի, մենք այդ ժամանակ Վարշավայում էինք ապրում, մի հատ լավ սեփական տուն էր, էլի ու իրար հետ խաղում էին, հավաքում էին, բարձր, մեկ էլ նայում էր, մամ քանդեմ, ասում էի քանդես, այս տակից խփում էր, թափվում էր, ուրախանում էր, ինքը սիրում էր, Դավիթը դες բաներ խաղեր սիրում էր, դժվար է մի երեխա ունենալը, որովհետև տանը դու պետք է անդադ զբաղվես իրանով, խաղ ասես, ինչ շոկ է, երեխեք խայտարակություն է, հա, իսկ բանը, բայց ինքը, ասեմ դες, մելանխոլիկ երեխա չի եղել, ինքը շատ սիրելա ընկերներ, ուր գնացելա ընկեր է գտել
գնում էինք ծով, գալիս էր, մամ ընկեր եմ գտել, ասում էի դե լավ է։ Այսինքն երեխան ոնց ծնվում է, ժողովուրդ ջան, այդ տենց էլ մեծանում է։ Սուտ է, որ ասում են ինքը սենց է, դարավ սենց, ուրեմն ինքը փոքր ժամանակ էլ է տենց եղել։ Այնպես որ իմացած եղեք էլի, նայեք ձեր փոքրիկ երեխաներին եւ արդեն պատկերացրեք մեծ ոնց կլինեն։ Եթե երեխեքը չեն սիրում ընկերություն, պարփակված են, իրանց մեջ փակված են, այտենց էլ մեծանում են։ Ես Դավիթին ամեն ձևով բնականաբար որ սովորում ես մանկավարժություն ինստիտուտում, ընդհանրապես այսպես է ասում, եթե ունեք մեկ երեխա, երեխային պետք է տալ սպորտի թիմային սպորտ, որպեսզի ինքը կարողանա կիսվել դիմացինի հետ, որովհետև մինուճար երեխեքը լինում են էգոիստ, մենակ իրանցը։ 3-ից 4 տարեկան մինուճար երեխեքին պիտի տանեք թիմային սպորտ, պիտի տանեք ոչ թե թենիսի, գիմնաստիկայի եւ այլ խաղային թիմային սպորտ, որպեսզի ինքը կարողանա պաստագնդակը վերցնի եւ այլ։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Դա էլ է մանկավարժության եւ հոգեբանության մեջ։ Ընտրեցի մի շատ հետաքրքիր էդուկատիվ նվեր, որը որ երեխան երկար կօգտագործի, այսինքն ինքը գրատախտակ է, նկարում ես, տամպոններ ես դնում, հետո ջնջում ես, նորից ես նկարում, երեխայի զարգացման ավելի շատ խաղեր, թե չէ մեքենաբան գիտեմ, որ կունենա, իր պապիկը, իր քերին աշխատում են մեքենաների մեջ, հնարավոր չի գնաց չլինեն մեքենա, դա արդեն չի շեք, որ տղա երեխա է, դի մեքենա դրես։ Ճիշտ ասած որոշ գործիքներ գնեի, հետո ասեցի, ու մայրիկը կասի, Անայի, տյոտյա, այս ինչ ես արել, ես պիտի թափրտի աջ ու ձախ։ Հետո որոշեցի, պապիկ, որոշի ձախ ես գնում, թե աջ, իա։ Հետո որոշեցի երաշտական ինչ-որ մի բան գնեմ, որովհետև երաշտություն էլ է շատ սիրում, 500 մետրից փակ է, հիմա ես ոնց գնամ։ Գժվել են սրանք։ Ուղուտը բաղի ասեն 20 մետր է, բայց ես ոնց գնամ։ Ժողովուրդ ջան, մտ բարևեք Հայաստանին, Կարինե ջան, մի ամաչի, մեռնեմ արևիդ։ Սերոփին ճանաչում եք, Սերոփին ոչ։ Տեսել եք մեր տունը, Սերոփին պապան մաման, Կարոյի մաման պապան չկա, Կարոյի քույրիկը Կարինեն, իրանց հարսանիքին էին եղել, այս էլ մեր հայկական սեղանը։ Այսօր ասի ժողովուրդ ջան, գնում եմ Հայաստան մի կես ժամով կամ։ Այդ я сам собой ռեժիսոր։ Ժողովուրդ ջան, ոնց էր Հայաստանը։ Երեխեք ջան, Քաջիկն ու Լիլոն ճանապարհորդ ոզնին են, իրանք հաճախակ են գնում Հայաստան։ Բա, ոչ միայն Հայաստան, ասեմ ձեզ, իրանք բան ունեն, տուրիստական կազմակերպություն ունեն, հես։ Հալալա քեզ Քաջիկ, հա։ Ասեմ ձեզ Սերոփը տեղափոխվել է, տեսնում եք երկիրը մեծ է, երեխեք Ֆրանսիան, Սերոփը տեղափոխվել է Մոնակոյի կողքի քաղաք, Մոնակո, որ իրանց աղջիկն էլ է Մոնակոյում, տենց է, երեխեքին մեր համար չենք բերում, պիտի թողնեք ազատ, ինչ ասեցիր, եթե սիրում եք, աղջի այդ կրասավիցը մազերը կտրել անկարջ, Աննա ջան նվերդ, որտեղ ես կտրել սիրելիս, Լիլոն ու Քաջիկը բարձրահասակ չեն, իրանց տղան ինձանից բոյով, հարսնել ինձանից մի քիչ է երևի կարճ, էտա մեկ նայում ասում, բայց նման է իրանց պապայի բաբայի, 88 է չէ Սերոփը, 89 դաժը, հա, բոյով, 79-ը հարսել, հա, օրինակի համար Աննայի աղջիկն էլ է բոյով Կարինեն, երկուսն էլ բոյով են, հա։ Անահիտ նուր, կոնյակ նուր։ Հայաստան ես, դեպի կոնյակ խմես։ Չէ, չեմ կարող, երեխա կյանքում չեմ խմել, ոչ կոնյակ, ոչ արախ։ Արդեն նա դուրս գա։ Միայն գինի։ Երեխեք ջան, սա է հայկական մեր սեղանը։ Դե դու ասի գրեցի 10 րոպեից գալիս եմ, ես սա դեռ չէի պատրաստել։ Լուրջ ես ասում, մինուտը շնայեց ժենշինա։ Այսօր եմ ասում, երեխեք Լիանին, ասում եմ, այս Ֆրանսիայում գնում ես մի հատ բամբանյեր կա առնում ես, խանութները միայն պիտի լինի Նոել, Նոր տարի, մեկ էլ Տուսենին էլ են, չէ՞, ծախում կարծեմ։ Մեկ էլ Զատիկին։ Բայց հիմնական լավ բամբանյերկաները մենակ Նոր տարվան։ Հա, կխմեմ իհարկե չեմ քնի գիս։ Այո, հայկական, որտեվ հայկականը։
Հետո լիճան երբ որ ասում եմ Հայաստանում, որ ասում եմ մեր մոտ չկա բան եկա որ առնես, ասում են ուրեմն դու տեղը չգիտես, ասում են ոչ չգիտես, կամ ասում են գյուղում չկա։ Չէ, կապ չունի երեխեք, ուզում եք գնացեք Փարիզ, հա, պիտի գնանք շոկոլադիեների մոտից գնենք, բայց շատ կներես խանութում, հա, օրինակ մեծ լեկլեղը, եկա մեծ լեկլեղը, գնում ես այդ շոկոլադների տեղը, բան չկա, խայտարակություն։ Հետո Քաջիկ ջան, Հայաստանի ինչքան մնացիք։ Ոյ, համարյա մի ամիս։ Լավ էր։ Անտերություն։ Մյուս անգամ երբեք գնում։ Ասենք դա մեր կռոգը լավն անդեի, էլի ճահերներով, կայֆ։ Էդա չէ որ պակասում եմ ես Քաջիկ ջան ստեղ։ Կիրովական, Ստեփանավան, Իջևան, տո Դիլիցոր, Դիլիջան, Դիլի։ Ոբշեմ բան անգործությամբ չեք մնում էլ ինձ։ Սևան, հետո то общитողը փոխեցինք Սիսիան գորի Ստաթև, շատ։ Ժողովուրդ ջան, մի հրաշալի ժամանակ անցկացրեցինք։ Գիտեք, կապ չունի ինչ որտեղ ազգը, օրինակ կան շատ լավ ֆրանսիացի ընկերներ ունեմ ես, կան նաև մարոկցի, կան վրացի, կան ռուս, դա կապ չունի։ Բայց ամեն դեպքում, երբ որ դու քո լեզուն, քո հոգուց դուրս է գալի, ինչ ասեմ, դա ուրիշ բան է, դա աննկարագրելի բան է։ Բայց ես մի բան էլ կարող եմ զգուշացնել ասել։ Ընդհանրապես արտասահմանյան երկրներում, որ հայերը դուրս են գալիս, շատերին թվում է թե որ դու հայ ես, պետք է բոլորի հետ ընկերություն անես։ Ժողովուրդ ջան, ես մի հատ հարց եմ տալի, դուք Երևանում եք ապրում, Երևանի ապրողները, դուք բոլորի հետ կարող եք ընկերություն անել։ Ոչ, մենք ընդամենը ես տարիուկես ալիք եմ բացել եւ ես այդ տարիուկես բացված ալիքի ժամանակ մենք 9600 ենք։ Եւ այդ 9600-ից խոսքին իմ հետ շփվում են, ասենք խոսքի 1000-ը 500-ը, 300-ը, այսինքն դա կապ չունի թե դու հայ ես։ Կարևորը ասել մամային ամեն թրջուն իր երամը գտնում է։ Ես նոր եկանք Աննայի ամուսնու մոտ, որ տեսնեմ մասը ամեն ինչը պատրաստ է, անցի, հա, պրոբլեմ չկար, յապատ պրոբլեմ։ Հա, վերջը, ինչ որ այա, ես տեսա, որ մտա, որ տեսնեմ ստացել այդ մասերը, որովհետև ամուսինս պիտի բերի մեքենա, Դավիթի ընկերներն են, օտար ազգի։ Ու գիտեք, անենց ադուշե կամ փաթաթվեցին, իսկ պատճեցին, դե մեր տուն եկել են ծնունդին, հաց են կերել, լավ։ Անայիդ բարև, ինչ լավ է, որ Դավիթը մեզ ասեց, որ արդեն նշանվել են, հետո հարսանիք տալնելու եւ այլն։ Գիտեք, այդ ջերմությունը, ու այդ տղեն գիտեք ինչ ասեց, ինձ ասեց, գիտեք, ասեց, կարևորը դա կապ չունի, թե դու որտեղ ինչ, կարևորը որ ընկերությունը գտնում են ու միաձուլվում են, ազգը կապ չունի։ Օրինակ ես ունեմ ֆրանսիացի լավ ընկերուհի, տեսել եք Մախտինը, Վեղոն, իրանք լավ մարդիկ են, լավ, ես իրանց հետ չեմ լարվում խոսալուց, բայց իմ հայ ընկերները, որ ես ունեմ, մի քանիսն են, մենք ամեն օր չենք տեսնում իրար, որովհետև գիտեք, բոլորդ էլ աշխատանք, բոլորը զբաղված մեր ընտանիքներով, նախ ես բավականին հեռու եմ ապրում, այդպիսի բաներ սիրելիներս, դե ինչ, եկեք անջատեմ հեռախոսը, մի հատ ամուսնուս զանգեմ եւ ասեմ, որ ես կես ժամից տանը կլինեմ։ Գնացինք։ Դե ինչ սիրելիներս, եկեք ավարտեմ իմ բազմաբովանդակ վլոգը, հուսով եմ, որ ձեզ դուր եկավ, հուսով եմ, որ դուք ինչ որտեղ կտրվեցիք ձեր կյանքից, նայեք ես հրաշալի բնությունը, վայելեք ձեր Անահիտի աչքերով։ Գիտեք սիրելիներս, այս ամենն անում եմ ձեր համար։ Ես այս ամենը անում եմ իմ լավ հետևորդների համար, քանի որ ձեր խնդրանքով ես շարունակեցի իմ բլոգները եւ գիտեք ինչ ես ուրախ եմ որ կարողանում եմ օգնել ոմանց որպեսզի կտրվեք ձեր առօրյայից եւ մի 20 րոպե 30 րոպե գաք Անահիտին հյուր համբուրում եմ ձեզ սիրում եմ ձեզ շատ եւս մեկ անգամ շնորհակալ եմ ամեն ինչի համար սիրելիներս եթե ձեր համար դժվար չէ եթե ուզում եք որ մեր ալիքը ավելի զարգանա դնեք չմոռանաք լայքերը եւ իհարկե կիսվեք ձեր ընկերների հետ համբուրում եմ եւ ասում պակա